Աճում է թմրամիջոցների գործածման տարածվածությունը ցավոք մեր երկրում, նաև երիտասարդացումը նկատվում թմրամիջոցների գործածման դեռահասներին է հասանելի դարձել, նույնիսկ իգական սեռի դեռահասներին։ Ասեմ, պատկերի փոփոխությունը, թմրամիջոցների հետ կապված իրավիճակի պատկերի փոփոխությունը դեռևս 10 տարի առաջ էր տեսանելի, երբ որ մեր երկրում սկսեցին հայտնվել սինթետիկ բնույթի թմրամիջոցներ, սինթետիկ ծագման թմրամիջոցներ։ Խոսքը վերաբերում է սինթետիկ կանաբինոիդներին, որոնք գործածում են ծխելու միջոցով շատ վտանգավոր, առողջության համար շատ արագ կախվածության համախտանիշ եւ նույնիսկ անդարձելի փսիխոզներ առաջացնող թմրամիջոցների խումբ էր, սփայս կոչվածը։ Ամբողջ աշխարհում կար այդ տենդենսը, հետո սկզբից եվրոպական միության երկրներում հայտեկան այդ նյութերը, հետո ԱՊՀ երկրներում եւ նաեւ իհարկե Հայաստանում։ Հետո դրան հաջորդեց արդեն այլ տեսակի սինթետիկ թմրամիջոցների ապօրինի ներկրում Հայաստանում տարածվածության աճ, խոսքը վերաբերում է սինթետիկ հոգեխթանիշներին, դա մասնավորապես մետամֆետամին կոչված թմրամիջոցն է,